Բարի եւ օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս։ Հիսուս Քրիստոսի բարձրալ անունով օրհնում եմ յուրաքանչյուրիս։ Հատկապես օրհնում եմ մեր միտքը։ Ես Քրիստոսի միտքն եմ մեզ հագցնում։ Թող մեր միտքը մեզ դրդի դեպի Աստծու։ Մեր միտքը Տերը ազատագրի ամեն կապանքներից։ Տեր Աստված, Հայր, քո խոսքը ասում է, որ մեր մեղքերը երկաթե գործիքներով փորագրված ու դաջված են մեր սրտերի վրա, որ մեր մեղքերը մեզ ավար ու թալալ են դարձնում մեր թշնամիների համար, չարի ու խավարի համար, կործանում են բերում մեր ֆիզիկական կյանք եւ մեր հոգու համար, որ մեր մեղքերի ու անօրինությունների ու անիրավությունների պատճառով Տեր, մենք գերի ենք դառնում, ստրուկ ենք դառնում, մեր թշնամուն, որ սատանան է, խավարի իշխանը, գործիք դառնում չարիքի նրա ձեռքում, եւ մեր մեղքերով մենք գրգռում ենք քո զայրույթն ու ցասումը հենց մեր դեմ, մեր սերունդների դեմ, մեր ժողովրդի դեմ, մեր երկրի դեմ։ Երեմիա 17:5 խոսքում Տեր Աստված, դու զգուշացնում ես մեզ ասելով. անիծյալ լինի այն մարդը, որ մարդու է վստահում եւ մարմինն իրեն բազուկ է դարձնում եւ որի սիրտը խոտորում է Տիրոջից։ Տեր, այսինքն դու ասում ես, որ ոչ թե իրար չվստահենք, այլ մեր հույսը մարդկանց վրա չդնենք, մեր կարողությունները մեր մարմնի վրա չհենվենք ու քեզանից չհեռանանք, այլ մեր հույսը, մեր օգնությունը, մեր ակնկալիքը լինի քեզանից։ Ուրեմն Հայր Աստված, Հիսուս Քրիստոսի անունով ես ներում ու ողորմություն եմ խնդրում ինձ համար, ամուսնուս համար, ընտանիքիս բոլոր անդամների համար, գերդաստանիս ամեն անդամի համար, հայ ազգիս համար, որովհետև խոտորվել ու հեռացել ենք քեզանից։ Մեր հույսը դրել ենք մեր վրա, մեր գիտելիքի վրա, մեր աշխատանքի վրա, մեր փողի վրա, մեր առողջության վրա, մեր երեխեքի վրա, մեր երկրի վրա կամ ուրիշ մարդկանց վրա, մեր տաղանդի վրա ու ստեղծված այլ բաների վրա, բայց ոչ թե քո։ Տեր, ների՛ր ու ողորմիր։ Ամեն մեկիս կյանքի մեջ գործիր, որ ուշքի գանք, խելքի գանք, Տեր, շնոր արա եւ դառնանք քեզ ու Հիսուսի սուրբ արյունով լվացվենք ու մաքրեմաքուր դառնանք։ Մեզ նոր սիրտ տուր, Տեր, այդ կեղտոտ սիրտը, մեղքով քայքայված, մեռած սիրտը, Տեր, որ քեզ է հակառակվում, հանիր ու մեզ նոր սիրտ տուր, սիրտ, որ հնազանդ է քեզ, որ սիրում է քեզ։ Հիսուսի անունով աղոթեցի, ամեն, թող կյանք գա մեր կյանք։ Ամեն ու նորից ամեն։ Հիմա վերադառնանք Ելք գրքի երկրորդ գլխում ենք եւ շարունակենք ընթերցանությունն ու մեկնաբանությունը։ Նախքին դասերը դուք լսեք, որովհետեւ առանց նախքինը լսելու ձեր Աստծուն մոտենալու, Աստծուն ճանաչելու շենքը չի կառուցվի, կիսատ պրատ կլինի։ Ոչ մի շենք երրորդ հարկից չեն սկսում կառուցել, հա, սկսում են հիմքից։ Ուրեմն լսեք նախկինները, որ մյուսները հասկանալի լինի։ Եվ ես այս դասը, ընթերցանությունը եւ ձեր հասկացողությունը հանձնում եմ Աստծուն, թող ամեն բան լինի Աստծո զորությամբ, Սուրբ Հոգով եւ ոչ թե մարդկային խոսքով ու հասկացողությամբ, թող Տերը բացի եւ օգնի մեզ։ Երբ Մովսեսը մեծացավ, գնաց իր ազգակից եղբայրների մոտ եւ տեսավ նրանց ծանր աշխատանքը։ Տեսավ, որ մի եգիպտացի ծեծում էր իր եբրայեցի եղբայրներից մեկին։ Նայեց այս ու այն կողմ եւ տեսնելով, որ մարդ չկա, սպանեց եգիպտացուն եւ նրան թաղեց ավազի մեջ։ Հետևյալ օրը դուրս եկավ, ահա երկու եբրայեցի մարդիկ կռվում էին իրար հետ եւ ասաց հանցավորին. Ինչու ես ծեծում քո ընկերոջը։ Սա ասաց. ով է քեզ իշխան կամ դատավոր դրել մեզ վրա։ Ինչ է, ինձ էլ սպանելու միտք ունես, ինչպես որ սպանեցիր Եգիպտացուն։ Մովսեսը վախեցավ եւ ասաց իր մտքում. անշուշտ այս բանը իմացված է։
Մենք այս մասին խոսել ենք 3, իսկ հիմա շարունակում ենք։ Փարավոնը լսեց այդ մասին եւ ուզում էր Մովսեսին սպանել, բայց Մովսեսը փախավ եւ բնակվեց Մադիամի երկրում։ Նա նստեց մի ջրհորի մոտ։ Մադիամի քուրմը 7 աղջիկ ուներ։ Նրանք եկան, ջուր քաշեցին եւ լցրին ավազանները, որպեսի խմեցնեն իրենց հոր հոտին։ Բայց հովիվ տղաները եկան եւ քշեցին նրանց։ Իսկ Մովսեսը վեր կացավ, պաշտպանեց նրանց եւ ջուր խմեցրեց նրանց հոտին։ Երբ նրանք եկան իրենց հոր Ռագուելի մոտ, նա հարցրեց նրանց. «Ինչու շուտ եկաք այսօր»։ Նրանք պատասխանեցին. «Մի եգիպտացի մեզ ազատեց հովիվների ձեռքից, նույնիսկ մեզ համար ջուր քաշեց եւ խմեցրեց ոչխարներին»։ Հայրը հարցրեց իր աղջիկներին. «Իսկ ուր է նա, ինչու այդ մարդուն այդպես թողեցիք, կանչեք նրան, որ հաց ուտի»։ Եվ Մովսեսը համաձայնվեց բնակվել այդ մարդու մոտ, եւ սա իր աղջկան Սեփորային կնության տվեց Մովսեսին։ Կինը մի որդի ծնեց, եւ Մովսեսը նրա անունը դրեց Գերսամ, որովհետեւ ասաց. «Պանդուխտ եղա օտար երկրում»։ Շատ օրեր հետո մեռավ Եգիպտոսի թագավորը։ Իսրայելի որդիները աշխատանքի պատճառով հառաչում եւ աղաղակում էին։ Աշխատանքի պատճառով բարձրացրած նրանց աղաղակը հասավ Աստծուն։ Աստված լսեց նրանց հեծեծանքը, եւ Աստված հիշեց իր ուխտը, որ կապել էր Աբրահամի, Իսահակի եւ Հակոբի հետ։ Աստված նայեց Իսրայելի որդիներին, եւ Աստված իմացավ նրանց վիճակը։ Ուրեմն տեսնում ենք, որ Մովսեսը փախնում է Մադիամ, որովհետև փարավոնը լսել էր, որ Եգիպտացու սպանել, ու Մովսեսը փախնում է։ Մովսեսը, ով փախնում էր Եգիպտոսից իր կյանքը փրկելու համար, հավանաբար զգում ու կարծում էր, որ Աստծո ծրագիրը իր կյանքի համար լիովին ձախողվել էր։ Նա հավանաբար կարծում էր, որ իր ժողովրդին, հրեաներին ազատելու իր յուրաքանչյուր հնարավորություն արդեն ավարտվել էր։ Նա մտածում էր, որ շանս չկա, որ ինքը կարա հրեա ժողովրդին օգնի ու փրկի։ Նա մտածում էր, որ ինքը այլևս ոչինչ չէր կարող անել, որ այդ դուռը պինդ փակվել էր։ Ու հենց այդ զգացմունքների ու փախուստի մեջ Մովսեսը հենց այնտեղ էր, որ Աստված ուզում էր, որ նա լինի, այսինքն Աստված ուզում էր, որ Մովսեսը ինքն իրան ոնց որ այդ փակուղու մեջ մտնի, հասկանա, որ մարդկայինով ուրիշ ձև չկա, որ ինքը կարա հրեա ժողովրդին փրկել։ Պիտի Աստծո ծրագրով ամեն բան լիներ, Աստծո ժամանակին, Աստծո զորությամբ եւ ոչ թե Մովսեսի, եւ նույնը մեզ համար է։ Մովսեսը հավանաբար այդ ժամանակ քիչ պատկերացում ուներ դրա մասին, կամ չէր գիտակցում, որ ինքը չափազանց մեծ էր, բարձր ստատուս էր ունեցել, կարևորություն ուներ, հարստություն ուներ, գիտություն ուներ, այսինքն իր հույսը ինքն էր, այն որ աղոթեցինք, որ Աստված ասում էր, դուք ձեր վրա եք հույս դնում, կամ ուրիշի վրա եք հույս դնում, հա, որպես փարավոնի թագավորական ընտանիքի անդամ Մովսեսը հույս էր դնում իր հարստության վրա, ձիերի ու կառքերի ու զենքերի վրա, բայց ոչ Աստծո վրա։ Դրա համար Հովսեսը մեծ էր չափից դուրս, որպեսզի Աստված օգտագործի, այսինքն գոռոզությունն ադամեր։ Մովսեսը փորձեց կատարել Տիրոջ գործը մարդկային իմաստությամբ եւ մարդկային ուժով, հա, գնաց մարդ սպանեց, հա, իր ուժը դա էր ընդամենը։ Եվ դա չաշխատեց, չստացվեց։ 40 տարվա Եգիպտոսի արքայական ընտանիքում թվացյալ կատարյալ նախապատրաստությունից հետո Աստված նախապատրաստության եւս մեկ շրջան ուներ եւ Մովսեսի եւ Իսրայելի ժողովրդի համար, որպեսի պատրաստի Մովսեսին առաջնորդելու ժողովրդին, որպես Աստծո սրտին համապատասխան առաջնորդ եւ պատրաստի ժողովրդին էլ ընդունելու Մովսեսին։ Եվ Եգիպտոսից փախնելուց հետո
Մովսեսը բնակվեց Մադիամի երկրում։ Եթե Մովսեսը գնար Քանանի կամ Սիրիայի տարածք, ապա այնտեղ ապաստան չէր գտնի, քանի որ Ռամզես II փարավոնի եւ խեթական թագավորի միջև պայմանագիր կար, համաձայնագիր կար, որի համաձայն Սիրիայի հյուսիսային ճանապարհով եկած ամեն եգիպտացի փախստական պետք է ձերբակալվեր ու հետ ուղարկվեր փարավոնի մոտ։ Այսպիսով Մովսեսը գնաց հարավ արևելք, որտեղ լինելով փարավոնի տան անդամ նա այդ ամենը գիտեր։ Դրա համար Մովսեսը գնաց հարավ արևելք, Մադիան։ Մադիանը գտնվում էր Կարմիր ծովի այն հատվածից արևելք, որն այսօր հայտնի է որպես Աքաբայի ծոց, ներկայիս Սաուդյան Արաբիայի տարածքում։ Մադիամի քուրմը 7 աղջիկ ուներ։ Վերջապես Մադիամ հասնելուն պես Մովսեսը հանդիպում է Մադիամի քուրմի դուստրերին։ Մադիամի այս քուրմը հավանաբար Աբրահամի ժառանգներից էր։ Ոչ թե Աբրահամի Սառա կնոջ միջոցով, այլ Սառայի մահից հետո Աբրահամը այլ կին էր առել, Քետուրա անունով, եւ նրանից ծնվել էին մի քանի երեխաներ, ներառյալ Մադիանը, ում սերունդներից էլ մտածում ենք, որ այս քուրմն էր։ Նա Մադիանի ժառանգներից էր։ Դա կարող եք կարդալ Ծննդոց գրքի 25-րդ գլխի 1-ից 2-րդ խոսքերում։ Աբրահամի հետ այս կապի շնորհիվ մենք հիմքեր ունենք հավատալու, որ նա իսկական քահանա էր եւ երկրպագում էր ճշմարիտ Աստծուն։ Այսինքն նա չաստվածների քահանա չէր, հա։ Այդպես ենք մտածում, գրված չի, բայց այդպես ենք մտածում։ Եվ երկրպագում էր ճշմարիտ Աստծուն։ Դա նաև հասկանում ենք իր խոսելաձևից, մյուս հատվածներում, օրինակ, երբ որ տեսնում ենք, թե ինչ խելացի աստվածավախ խորհուրդ է տալիս, դրա համար մտածում ենք, որ նա իսկապես երկրպագում էր ճշմարիտ Եհովա Աստծուն եւ ոչ թե չաստվածներին։ Եվ Աստված էր, որ Մովսեսին տարել էր այս կոնկրետ ընտանիքի մոտ եւ այս կոնկրետ ժամանակ։ Հիշում եք, ասել ենք, պատահականություններ չկան։ Մեր ծնված օրվանից մինչև մեր մահ պատահականություններ չկան, բայց հաճախ մենք ինքներս կարող ենք խանգարել Աստծո ծրագրերին։ Աղջիկները եկան, ջուր քաշեցին եւ լցրին ավազանները, որպեսզի խմեցնեն իրենց հոր հոտին։ Եվ սովորում ենք այս աղջիկները ծանր աշխատանք անող էին ու իրենց հոր օգնականը։ Փոքրիկ տիկիններ ու մադամներ չէին իրենց ընտանիքում, իրենց հոր գլխին, այլ աշխատում էին ու հոգ տանում իրենց ընտանիքի համար։ Եվ սովորում ենք, որ սա Աստծո կարգն է։ Մենք մադամներ որևէ գլխին, մեկի գլխին չպետք է լինենք, պահանջողներ չպետք է լինենք։ Աշխատելը դա Աստծո սրտից է։ Բայց հովիվները եկան եւ քշեցին նրանց, իսկ Մովսեսը վեր կացավ, պաշտպանեց նրանց եւ ջուր խմեցրեց նրանց հոտին։ Եգիպտոսում Մովսեսը վայելեր էր թագավորական ընտանիքի անդամի բարձրագույն ստատուսը եւ նրան էին ծառայել, նրա ոտերն էին լվացրել, իրան էին ջուր տվել, իր անասունին էին ջուր խմացրել, նրան էին միշտ սպասարկել։ Բայց ահա Մադիամի հեռավոր անապատում Մովսեսը վերջապես հնարավորություն ունեցավ, որ ինքը ծառա լինի, ինքը ծառայի ուրիշներին եւ լավ ծառայի, լավ աշխատանք կատարի, ջանասիրաբար ջրելով Ռագուելի դուստրերի հոտերը։ Երբ նրանք եկան իրենց հոր Ռագուելի մոտ, նա հարցրեց նրանց. «Ինչու շուտ եկաք այսօր»։ Նրանք պատասխանեցին. «Մի եգիպտացի մեզ ազատեց հովիվների ձեռքից, նույնիսկ մեզ համար ջուր քաշեց եւ խմեցրեց ոչխարներին»։ Աղջիկները իրենց հորը ասում են ողջ ճշմարտությունը։ Եվ հետաքրքիր է, չէ, հայրը չի ասում, հələ մի հատ ինձ ցույց տվեք այդ տղաներին, հեսա հելնեմ, տեսեք ինչ կանեմ։ Այսինքն հայրը հասկանում է, որ կյանքում կան դժվարություններ
եւ իր աղջիկներին այնպես է դաստիարակել, որ իրենք կարողանան առերեսվել այդ դժվարությունների հետ, չվախենան այդ բաներից, դա չստիպի իրանց, որ չաշխատեն, դուրս չգան։ Եվ ոչ էլ սովորեցրել է իրեն երեխաներից այնպես, որ թույլ չտան, որ իրենց օգնեն։ Իրենք թույլ տվեցին, որ Մովսեսը իրենց օգնի, չմեծամտացան, չասեցին դու գործ չունես, ես կարամ։ Համ ուժեղ էին, համ էլ օգնություն ընդունեցին ուժեղ տղամարդուց։ Աղջիկներն իրենց հորը ասեցին ողջ ճշմարտությունը, ու քանի որ Մովսեսը դեռ եգիպտական թագավորական պալատի հագուստներով էր, աղջիկները որոշեցին, որ նա եգիպտացի է։ Դրա համար են ասում՝ մի եգիպտացի մեզ ազատեց։ Նրանք դեռ չգիտեին, որ Մովսեսը հրեա է։ Մովսեսը ընդունվում է Մադիանի քահանայի ընտանիք։ Հայրը հարցրեց իր աղջիկներին. իսկ ուր է նա, ինչու այդ մարդուն այդպես թողեցիք, կանչեք նրան, որ հաց ուտի։ Այստեղից սովորում ենք, որ մեզ բարություն արած մեկին պիտի շնորհակալություն հայտնենք, հա, չթողնենք ու գնանք։ Նախ աղջիկների հայրը հրավիրում է Մովսեսին իրենց հետ հաց ուտելու, բայց Մովսեսն էլ իր հերթին պիտի որոշում կայացնի, ընդունի այդ հրավերը, թե ոչ։ Աստված էլ ինձ ու քեզ է հրավիրում եւ ամեն մարդու իր հետ հարաբերության, ու Մովսեսի պես մենք էլ ընտրություն ունենք կատարելու, ընդունենք, թե ոչ։ Ուզում ենք դառնալ Աստծո ընտանիքի անդամը, ինչպես Մովսեսը դարձավ Մադիանի քահանայի ընտանիքի անդամը։ Սա ընտրություն է, որ ամեն մեկս մեզ համար պետք է կատարենք ու արձագանքենք Աստծո հրավերին։ Եվ Մովսեսը համաձայնվեց բնակվել այդ մարդու մոտ, եւ սա իր աղջկան Սեփորային կնության տվեց Մովսեսին։ Կինը մի որդի ծնեց, եւ Մովսեսը նրա անունը դրեց Գերսամ, որովհետեւ ասաց. «Պանդուխտ եղա օտար երկրում»։ Մովսեսը ընդունեց Ռագուելի հրավերքը, ոչ միայն իրենց հետ ընտրելու, այլ նաև իրենց հետ բնակվելու, կյանքը իրենց հետ կիսելու, ու նաև ամուսնացավ նրա աղջկա հետ ու ինքն էլ զավակ ունեցավ։ Ահա Մովսեսը, որ փախել էր, վախենալով իր կյանքը կորցնելու համար, կյանք է գտնում, ամուսնանում, զավակ ունենում։ Սա հույսի պատմություն է, որ Աստծո ձեռքով է լինում։ Ամուսնանալով եւ որդի ունենալով էլ Մովսեսը այսպես հրաժարվում է Եգիպտոսից, հրաժարվում իր ոնց որ նախկին կյանքից, մեղքի կյանքից, արքայական կյանքից, հպարտ կյանքից, եւ նաեւ հրաժարվում է Իսրայելի ժողովրդի համար ազատագրողը լինելու իր հույսից։ Մովսեսը գոհ էր նրանով, թե որտեղ էր Աստված նրան բերել, հասցրել։ Ու այն ամենով, որ այդ պահին կար իր կյանքում, ընտանիք, կին, երեխա, պատկանելիություն, աշխատանք, խաղաղություն նաև։ Չնայած, որ Մադիանը շատ տարբեր էր Եգիպտոսից, եւ Մովսեսի կյանքը Մադիանում շատ տարբեր էր նրա արքայական կյանքից Եգիպտոսում։ Կներեք։ Մովսեսի կնոջ անունը Սեփորա է, որը նշանակում է մի փոքրիկ ծլվլացող թռչուն։ 1080 մի վարքյան, հա։ Վերադարձա։ Մովսեսը իր որդու անունը Գերսամ դրեց։ Այս անունը նշանակում է պանդուխտ, օտար, օտարական, եւ ցույց է տալիս, որ իր սրտի խորքում Մովսեսը իրեն միայնակ էր գուցեսկում, կտրված ամեն ինչից ու ամեն բանից, որ ճանաչում էր, որ ապրում էր թե եգիպտացիներից, թե եբրայեցիներից, հեռու ու առանձին։
Մեկնաբաններն ասում են, որ մենք սխալվում ենք, երբ կարծում ենք, որ Մադիանում անցկացրած տարիները Մովսեսի համար սպասելու ժամանակ են։ Փոխարենը դրանք աշխատանքային տարիներ էին, խոնարհության տարիներ էին, համեստության, հնազանդության տարիներ էին։ Մովսեսը երբեք այդքան չէր աշխատել իր կյանքում, այդքան խոնարհ ցածր ստատուս չէր ունեցել իր կյանքում։ Աստված մարզում էր Մովսեսին, ձևավորելով նրան իր ապագա առաքելության համար։ Եգիպտոսում Մովսեսը սովորեց, թե ինչպես լինել ինչ-որ մեկը, ստատուս, կարևորություն ունենալ, անուն ունենալ, պաշտոն ունենալ, հարստություն ունենալ, բոլորը քո առաջ են թափվում։ Իսկ Մադիանում նա սովորեց լինել ոչ ոք, լինել անկարևոր մեկը։ Նա շատ բան էր սովորել Եգիպտոսում, գիտելիքներ էր այնտեղ ձեռք բերել, բայց Մադիանում շատ ավելին սովորեց խոնարհ լինել, սովորեց պատասխանատվություն կրել, սովորեց պաշտպանել։ Աստված հիշում է Իսրայելին և իր ուշադրությունը դարձնում նրանց վրա։ Շատ օրեր հետո մեռավ Եգիպտոսի թագավորը։ Սա այն փարավոնն էր, որ հետապնդում էր Մովսեսին Եգիպտացուն սպանելու համար։ Իսրայելի որդիները աշխատանքի պատճառով հառաչում և աղաղակում էին։ Աշխատանքի պատճառով բարձրացրած նրանց աղաղակը հասավ Աստծուն։ Հիմա սա սովորական աշխատանք չէր, սա ստրկական աշխատանք էր, սա սարսափելի աշխատանք էր։ Կարելի է ասել Իսրայելի ժողովրդի տառապանքը վերջապես ձայն գտավ ու հասավ Աստծուն։ Աստված լսեց նրանց հեծեծանքը։ Մեր ոչ մի արդյունք Աստծո առաջ աննկատ չի մնում, անգամ եթե մեզ թվում է այդպես է։ Եվ Աստված հիշեց իր ուխտը, որ կապել էր Աբրահամի, Իսահակի և Հակոբի հետ։ Նախ ասենք, որ Աստված հիշողության հետ խնդիր չունի։ Ինչի որ Աստված մեկ հիշում է, մեկ մոռանում է, այդպիսի բան չկա։ Այլ Աստված հիշեց, այստեղ նշանակում է, որ հասունացել էր այն ժամանակը, երբ Աստված Իսրայելի ժողովրդին պիտի փրկեր Եգիպտոսի ձեռքից։ Եվ Աստված իր ուշադրությունը չդարձրեց Իսրայելի վրա, որտեղ նրանք այդքան լավ մարդիկ էին, արժանի էին, այլ նրանց հետ, նրանց նախնիների հետ Աստծո կնքած ուխտի պատճառով։ Այսինքն Աստված հավատարիմ է իր խոստմանը, իր ուխտին, եւ նա մեզ օգնում է, Իսրայելի ժողովրդին այստեղ օգնում է իր ուխտի պատճառով, իր անվան պատճառով, որտեղ ինքը հավատարիմ է։ Այսօր էլ Աստված իր սերը, ուշադրությունը, պաշտպանությունը, օգնությունը, բժշկությունը, ազատագրությունը մեզ է տալիս նույն հիմքով, այն ուխտի հարաբերությունների հիման վրա, որ մենք ունենք Աստծո հետ Հիսուս Քրիստոսի միջոցով։ Խոսքս հավատացյալների մասին է։ Իսկ եթե դու հավատացյալ չես, էլի Աստված քեզ կլսի, եթե դու ուզում ես Հիսուս Քրիստոսին ընդունել, եթե դու ուզում ես, որ Աստծո ուխտը Հիսուս Քրիստոսով քո վրա էլ տարածվի, միայն այդ պատճառով Աստված քեզ կլսի, ոչ թե նրա համար, որ դու արժանի ես, լավն ես, խելացի ես, սիրուն ես, ստատուս ունես կամ շատ բարի ես, կապ չունի, միայն իր ուխտի համար։ Աստված նայեց Իսրայելի որդիներին և Աստված իմացավ նրանց վիճակը։ Աստված նայում է քեզ էլ ու գիտի քո վիճակն էլ։ Նա տեսնում է քո արցունքները, քո հոգոցները, քո հառաչանքը, լսում է քո աղոթքները։ Եթե դու Քրիստոսինն ես կամ Քրիստոսի անունով դիմես Աստծուն և ողորմություն ու փրկություն խնդրես, այն կտրվի քեզ։ Ոչ թե որ դու լավն ես, որ դու արժանի ես, այլ այն ուխտի պատճառով, որ Աստված կնքել է Հիսուսի արյան միջոցով։ Այսքանը այսօր։ Դիմի Քրիստոսին, դիմի Աստծուն, խնդրի, թող Աստծո ողորմությունը քո կյանքն էլ գա։ Ամեն։ Վաղը կշարունակենք։